Ես չեմ ասում, այդպես ասեմ, հանդիսատեսն է ասում, ասի գոճակս գոճիկ։ Այ նույն ձևի տենց անթաց տենց ամբողջերս տենց ամբողջերը Ղարաբաղցի եմ դրանից ավայ մոռացել էի։ Շատ լավ բաներով է լցվել մեր թատրոնները։ Ջանը, խնդրեմ պատասխանեք, այո։ Այդ պահին ասում էի, ինչ օպուշ եմ, խիեմ համաձայնել, ինչ իրին ծապետ։ Հիմա բեմ կբարձրանա, ասում եմ, ես չլնեմ, որ ես չմտնեմ բեմ, որ նարին կան չբարձրանա բեմ, էլ ուզում եմ ասեմ, հա, խիչ էինք սկսել։ Ասացին պետք չի դերասանուհի, ափսոս է ուղեղը էս մարդու, դե որովհետև ես տենց ոսկե մեդալով դպրոցի ավարտած, բան տենց շատ լուրջ օլիմպիադային, մաթեմատիկ, ֆիզիկ եւ այլն, տենց ասում են գոնե թող ռեժիսորական տա, տենց Գևորգ Կարապետյան կար Հրազդանում, ով շատ էր կարևոր իմ կյանքում, որովհետև հայրս դեմ էր, բայց ինքը ասաց միլիոնավորներն են հազարավորներն են դառնում լավ ինժեներ, ասենք առնվազն այդպես ինչ եք պատկերացնում, որ կդառնա, բայց ասենք արվեստագետ, որ սենց յուրահատուկ, այդ իրեն տրված է։ Ու տենց ինքը կարողացավ պապայիս համոզել։ Իսկ այդ տարի վերցնում էր Ալեքսանդր Գրիգորյանը ռեժիսորական կուրս։ Ես մեն ռեժիսորական էի գրել, ու հետո տենց եկանք, դե մի խոսքով ամեն ինչ արեցի, հետո հարցերն էին Չեխովի Քերիվանյաններ ընկել, բան դե չրթած էր այդ ամեն ինչը, հա, տենց սաղ պատասխանեցի, արդեն սենց երջանիկ վեր էի կենում, մեկ էլ Ալեքսանդր Գրիգորյանը ասեց, вот вы смотрели какие-то спектакли вот в театрах? Да, конечно, бан ասեց, вот, например, ну скажите, я говорю, ну, вот приключения поросенка Фунтика в театре Станиславского, բան տենց բոլորը ծիծաղից մեռան, որտեղ տենց թողնել լուրջ ներկայացումներում միայն տեսնել приключения поросенка Фунтика, ու ես այդպես են ու սկսեցի դառնալ դերասանուհի։ Տենց բան էի խաղում, պոդիում էի ցույց տալիս, ոնց էր այդ որ կինը տենց խնձորը գծելուց հետո եւ անտենց կամած ոնց է կերպարանա փոխվում։ Տակը դառնա տնային տնտեսուհի, հետո մանաշկա, հետո փողոցային կին, հետո բոմժ, հետո ուբիցա, հետո գործարար կին, տենց փոփոխություններ են, բայց սա պոդիումի պես ոնց որ շոր ցուցադրելու փոխարեն կերպար։ Ու լիքը շորեր էր, այդ կաղամբի նման, տենց հագնված, տենց ներկայացում էր։ Ու այնտեղ մի բախ կար, որ չգիտեի ոնց պիտի անեի։ Տենց սենց ցույց էի տալիս, հետո ասի, а тут я не знаю, что делать, ասեց, продолжай, не мешай, продолжай, տենց ես եմ որ տենց շարունակեցի։ Հետո ինքը շատ հուզվեց, անկեղծ ասած, որովհետև երևի ընդհանրապես չէր սպասում, որովհետև ես միշտ տենց մի տեսակ թաքուն եմ եղել, էլի, տենց կուրսում շատ թաքնված եմ եղել, տենց շատ էի ամաչում, չգիտեմ, իրականում ասում են դե դերասանը պիտի ամաչկոտ չլինի, չէ՞։ Տենց չգիտեմ, միշտ մտածում եմ, որ եթե համարձակաբան այ դա էլի դերասան է, բայց իրականում տենց ես լսել եմ շատ դերասանների մոտ, որ ինքան է ամաչում, որ չգիտեմ, իմ ամաչկոտությունը ընդհանրապես ամաչումներ։ Ու տենց մի անգամից աֆիշան արեցինք, տենց 5 օր հետո խաղացի ու դրանից հետո անմիջապես հրավիրեցին համազգային թատրոն։ Իմ ձևավորումը շատ թատրոնների հետ է կապված, այսինքն միևնույնն է շատ կարևոր է իմ կյանքում Մնջախաղի թատրոնի դերը, շատ կարևոր է առանձին մեր թատերախմբի դերը, որ ստեղծել ենք Ագորա թատերախումբը Սերժ Մելիքով-Սեփյանի հետ։ Ուզում եմ ասեմ, այդ շատ կարևոր է, էլի, ես շատ կուզեի, որ դերասանները իրենց հույսը չկապեին իրենց կյանքը, իրենց կարիերան միայն մի թատրոնի հետ։ Որովհետև կինոներում է ձևավորում, դերասան ամեն տեղ պիտի ամեն ձև, ամեն ինչ լինի, որ ճկուն լինի շատ, անընդհատ բացվի։ Այդ ասում եմ ու վախենում եմ դերասաններս գնան համազգայինի հիմա, բայց ասենք օրինակ ես շատ ողջունում եմ, որ հանկարծ տեսնեմ մեր դերասանը համազգայինի խաղում է Մարիան թատրոնում կամ բան, ինձ համար այդ ինքը հարստանում է ուրիշ դերասանների հետ խաղալով, ուրիշ բեմի մեջ խաղալով, ուրիշ ռեժիսորի հետ աշխատելով, այդ սա հարստություն է։ Իսկապես ինձ համար այնքան բան են արել, հենց նույն Սոս Սարգսյանը, Դավիթ Հակոբյանը, Հրաչյա Գասպարյանը, Ռուբեն Բաբայանը, Հակոբ Ղազանչյանը, ուզում եմ ասեմ, միևնույնն է, այսինքն այն, որ այսօր ես նարին կանեմ, այդ շատ իրենց շնորհիվ է, իրենց սիրելու շնորհիվ է ինձ, իրենց ճանապարհ տալու շնորհիվ է։ Ես գիտության նման եմ մոտենում, այսինքն մի նոր բան հայտնաբերեմ, որը դեռ չեմ հայտնաբերել, դեռ չգիտեմ, չեմ ճանաչում։ Ու այդ վախի շնորհիվ է, որ մի նոր բան է բացվում քո մեջ, ու այդ հաղթահարման շնորհիվ է, որ դու զարգանում ես։ Եվ
ուզում եմ ասեմ, մենք միշտ պիտի մի պահ ընդհանրապես հասկանանք, որ ոչ մեկ ենք։ Մի պահ հանկարծ հասկանանք, որ նորից պիտի սովորենք։ Չեմ մտածում զարմացնեմ։ Չեմ մտածում ոնց անեմ, որ գան։ Չեմ մտածում, որ հանդիսատեսը ցածր մակարդակ ունի, բացարձակ տենց չեմ մտածում ու վստահ եմ, որ մենք ենք ստեղծում նշաձողը ու իրենք եթե մեզ սիրում են, գալիս են։ Չեմ ուզում ավելի ինտելեկտուալ ձևանալ, ավելի բարձր կարգի գրականություն վերցնել, քան ինքս ընկալում եմ։ Պապայիս ասածը միշտ եմ հիշում, որ ասել է մեկը արվեստում ասենք կան բարձրակետեր, բայց միշտ մեկը կարելի է ստեղծել նենց, որ շատերին դուր գա։ Ուզում եմ ասել, որ կարդում եմ գրականություն կամ ինչ, օրինակ տեսնում եմ ինքը սիրուն է, բայց շատ զաումնին, չգիտեմ հայերեն ոնց է, շատ զաումնի է։ Ուզում եմ ասեմ, չեմ դիմում այդ զաումնիստին։ Հա, բայց կարող է շատ սիրեմ, բայց հա, ոչ ուզում եմ ինձնից շատ է երևալ, ոչ մեզնից պակասը, ոչ մի բան, պրոստը, այսինքն այդ թեման ինձ ահավոր ցավեցնում է, ուզում եմ այդ մասին խոսել, այդքան բան։ Թատրոնը ժամանակի զարկերակն է, ու եթե ինքը այսօր իմ խնդիրներին չի պատասխանում, իմ լեզվով չի խոսում, որ ես 21-րդ դարի մարդ եմ, որ նոր դուրս եմ եկել Facebook-ից, չգիտեմ, այսքան կլիպ եմ տեսնում, այսքան ֆիլմ եմ տեսնում ժամանակակից, ու գալիս եմ ուղակի թանգարան, հա, որ տեսնեմ 20-րդ դարի սկզբի ներկայացում, ես այդ թատրոնը չեմ սիրում։ Հաջորդ օրը ժողովանում Սո Սարգսյանը, կանչում է բոլոր դերասաններին, սենց ուրախ նստած եմ, բան, ասեց Նարին չորն եկավ ինձ մոտ, ինձ վիրավորեց, որ չասեց, ես տենց արեցի, սենց այն որ շատ, սլիշկում շատ արեցի, որտեղ ընդհանրապես չէի սպասում, որ ինքը վիրավորվել եմ խոսքից, ասեց պատվի համար հիմա կկանգնի, չենք անի պատվի համար, ուրիշ գործ կփնտրենք, ու սենց բոլորը ինձ նայեցին, որ ասեք դու ոնց Քեզ թույլ տվեցիր այդ անելու, ես էլ շատ ված զգացի, որ դա որպես վիրավորական էր, բայց ես ուղղակի մտածում եմ, որ պիտի արտահայտեմ իմ կարծիքը, իհարկե պատվի համար չարեցինք։